Իրանի Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցի ողբերգական հրթիռակոծությունից հետո աշխարհում ավելի ակտիվ սկսեցին խոսել մարդուն սպանելու նոր գործիքի, ավելի շուտ այդ գործիքի սխալների մասին։ Խոսքը արհեստական բանականության մասին է, որին էլ վերագրում են դպրոցի հրթիռակոծումը։ Ծրագիրը ինքը չի խոցել դպրոցը, պարզապես խորհուրդ է տվել ամերիկյան հրամանատարությանն անել դա, վստահ լինելով, որ դպրոցն իրականում կարևոր ռազմական օբյեկտ է։ Ամերիկյան մամուլում հրապարակված հետաքննության համաձայն ծրագիրը կոչվում է Maven Smart System, ստեղծողն էլ բարձր տեխնոլոգիական Palantir ընկերությունն է։ Palantir-ը էլի կրկնում եմ նաև ունի իր շատ մեծ դերը թե ուկրաինական պատերազմի սկզբում, ռուս-ուկրաինական պատերազմի, թե գազայի գործողություններում։ Իրենք շատ ինտենսիվ կիրառել են, բայց միամիտ կլինի ակնկալել, որ օգնելու համար դաշնակից պետությանը, այս տեսակ տեխնոլոգիաները, որ էֆեկտիվ դարձնես, ավելի արդյունավետ դարձնես, պիտի դու ակտիվ կոնֆլիկտներում գնաս, փորձարկես, այն ինչը չէր հասցրել փորձարկել։ Հենց Palantir-ին է վերագրվում Վենեսուելայի նախագահի առևանգման օպերացիան։ Այս ծրագրի շնորհիվ են պատերազմի առաջին օրերին ամերիկացիները սպանել Իրանի ռազմաքաղաքական առաջնորդներին, իսկ ինչպես է աշխատում այս ռազմական խորհրդատու արհեստական բանականությունը։ Կամայական բնույթի ինֆորմացիա ինքը ֆիլտրում է։ Ու երբ որ օրինակ դու տեսնում ես օդում կախված դրոնի տեսախցիկով, որ ինչ որ կարմիր մեքենա գնաց, ինքը ասում է սա այս ինչ տոկոս հավանականությամբ այս ինչ մարդն է գնում։ Այս ծրագրի իսրայելական անալոգը Լավենդերն է եղել, պատճառը Գազայում ահռելի քաղաքացիական զոհերի պատճառը։ Կար տվյալների վերլուծաբանների մի խումբ, որը ստուգում էր Լավանդելի առաջարկած թիրախները։ Նրանք պատահականորեն վերցրել են 37,000 նման առաջարկ եւ ստուգել յուրաքանչյուրին։ Նրանք հասկացել են, որ համակարգը երբեմն նշում է քաղաքացիական անձանց որպես թիրախ, այնուհետև որոշում է կայացվել թույլատրել հարվածներ այդ ցուցակի հիման վրա, առանց պատշաճ վերահսկողության։ Իսրայելի ղեկավարները տեղյակ են եղել, որ արհեստական բանականությունը հնարավոր է սխալ խորհուրդներ տա, սակայն թիրախների խոցումը եղել է շատ ավելի կարևոր, քան Գազայի քաղաքացիական կյանքի պահպանումը։ Բանակում կար մի աղբյուր, ամեն օր նա 40-ից 50 տուն ռմբակոծելու հրաման էր տալիս։ Ես նրան հարցրի, թե որքան ժամանակ եք ծախսել Լավենդելի տրամադրած տվյալները ստուգելու համար, այդ տները ռմբակոծելուց առաջ, որտեղ հաճախ սպանվում են խաղաղ բնակիչներ։ Նա պատասխանել է՝ մոտ 20 վայրկյան։ Այսինքն ներկա պատերազմում այլևս վերացվել են մինչև այս բանակներում գործող ոսկե կանոնը։ Որոշումը կայացվում է մարդու կողմից։ Վերլուծության արդյունքում հիմա վերլուծում է մեքենան, որոշումը ևս կայացնում ըստ էության մեքենան։ Ինչքան ունես հետախուզական աղբյուրներ, վերևից նկարող տեսախցիկներ, գետնից նկարող տեսախցիկներ, տարբեր հետախուզական զեկույցներ, ինչ ինֆորմացիա որ կարելի է ստանալ ընդհանրապես, լցվում է մի հատ բազայի մեջ ու արհեստական բանականությունները տարբեր տեսակի, ինչ որ մեկը նկարի վրա մարդ է իդենտիֆիկացնում, ինչ որ մեկը տեքստային ինֆորմացիա մշակում է եւ այլն։ Հայաստանում այս պահին ակտիվորեն զարգանում է սուպեր համակարգիչների էկո համակարգերն ու արհեստական բանականությունների մշակումով զբաղվող ընկերությունների թիվը տարեցտարի բազմապատկվում է։ Մասնագետների կարծիքով այս ռեսուրսը պետությունը պետք է օգտագործի եւ նկատի առնելով իրական պատերազմի փորձը արագ մշակի ռազմական ուղղվածության նման թվային գործիքներ, քանի որ գալիք պատերազմներում դրանք էական դեր են խաղալու։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Վերջերս մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Հնդկաստանի քաղաքացիները գումար պահանջելու պատրվակով մուտք են գործել համաերկրացիների բնակարան, որի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել եւ դանակով հարվածներ են հասցվել։ Ամսվա սկզբին էլ կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացին Շենգավիթ վարչական շրջանի հասցեներից մեկում դանակահարել էր Երևանի բնակչին։ Այսպիսով, հանրային դիսկուրս քննարկում են օտարերկրացիների մասնակցությամբ հանցագործությունների դեպքերը, սկսած վարչական խախտումներից մինչև ավելի ծանր իրավախախտումներ։ Եթե խոսում ենք ամենախոշոր օտարերկրացիների համայնքի մասին, ռուսների կամ հնդիկների, այս երկու համայնքներ համեմատաբար փակ համայնքներն են եւ շփվում են իրենց ներսում եւ այսպիսով գուցե իրար դեմ գործեն հանցանքները։ Մասնագետների կարծիքով, եթե փակ համայնքներում ստեղծվեն հանցավոր խմբավորումներ, ինչպես օրինակ Սիցիլիականը Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ապա չի բացառվում, որ ճյուղեր տան ամբողջ երկրով, եւ աչքի առաջ ունենալով այդ վտանգը, անհրաժեշտ են համարում, որ հանրապետությունում
քայլեր ձեռնարկվեն համաշխարհային այդ սխալները չկրկնելու համար։ Որպես կանոն կամ տնտեսական շահերի էական բախում պետք է տեղի ունենա, կամ պետք է քաղաքակրթական բախում տեղի ունենա։ Որոշակի տնտեսական շահերի բախում մենք տեսնում ենք, իհարկե օրինակ Ռուսաստանից միգրանտների գալուց հետո բնակարանային գների աճը էական է, իսկ հնդիկ միգրանտների գալուց հետո մենք տեսնում ենք, որ ցածրվող եւ աշխատանքային տեղերի բնակավարում եւս մենք տեսնում ենք, որ արդեն բացարձություն կա եւ դա էլ ինչ-որտեղ շահերի բախում կա։ Մասնագետները նկատում են, որ գործատուները նախընտրում են աշխատել այլազգի ներկայացուցիչների հետ, քանի որ նրանք աշխատում են ավելի ցածր աշխատավարձով։ Տեղացիները պարզապես չեն ցանկանա աշխատել այդ պայմաններով, կամ էլ ավելի շատ պահանջներ կներկայացնեն։ Ասում են, որ ոլորտում մշտապես ռիսկերի գնահատում պետք է կատարվի, իսկ փաստաբանների կարծիքով պետության անվտանգության եւ ազատության միջև պետք է լինի հավասարակշռություն։ Հասարակական հարաբերությունները պետք է կարգավորվեն եւ հիմնված լինեն օրենքի վրա, իսկ անվտանգության միջոցառումները պետք է լինեն օրինական եւ վերահսկելի։ Այստեղ շատ կարեւոր է պետության գործունեության թափանցիկությունը, որպեսզի ստանա հասարակության վստահությունը, որն էլ կհանգեցնի անվտանգության վստահության ձեռքբերումը։ Անվտանգությունը պետք է հստակ ծառայի քաղաքացու իրավունքների պաշտպանությանը, ոչ թե սահմանափակումներին։ Մասնագետների պնդմամբ պետության կիրառող գործիքակազմը կատարած արարքին համարժեք գործողություն պետք է լինի, իսկ օտարերկրացիների կատարած հանցագործություններից ամենից հաճախ հանդիպողը Իրանից ներթափանցող թմրանյութերի դեպքերն են, արձանագրում են մասնագետները։ Ոչ միայն հենց Իրանի քաղաքացիներն են տեղափոխում, անգամ չեզոք գոտի կա, որ ներնետում կատարելու միջոցով շատ մեծ հնարավորություն կա սահմանային չեզոք գոտիում, որտեղ օտարերկրյա քաղաքացիները ներնետում են կատարում Հայաստանի Հանրապետության տարածք, հետագայում նաև դա վերցվում է։ Նման անկառավարելի եւ անվերահսկելի քանակ մենք ունենք վերջին տարիների ընթացքում։ Լուծումները ըստ փորձագետների պետք է լինեն հավասարակշռված, մի կողմից ապահովելով հանրային անվտանգությունը, մյուս կողմից պահպանելով մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Պետության գործողությունները ըստ նրանց պետք է լինեն համաչափ, թափանցիկ ու հիմնված օրենքի վրա, չխաթարելով հասարակության վստահությունը։ Ինչպես է ստացվում, որ հաճախ նույն հասցեում հաշվառվում են մարդիկ, ովքեր անգամ չեն ճանաչում իրար, փաստացի չեն բնակվում նույն հասցեում։ Մանավանդ նախընտրական շրջանում նման ահազանգերն ավելացել են, տարբեր մեկնաբանությունները շատացել։ Ներքին գործերի նախարարությունից պարզաբանում են, հայտնի դարձած բոլոր դեպքերն իրավաչափ են, աղմուկի կարիք չկա։ Բնակարանը վաճառվում է տարիների ընթացքում, տասնյակ տարիների ընթացքում 2005 թվականից ի վեր մի քանի անգամ։ Եվ միշտ չէ, որ գնորդը կամ վաճառողը նաև ուշադրություն է դարձնում այդ հանգամանքին, որ պետք է հաշվառումները փոխել։ Հաշվառմանը ուշադրություն չդարձնելն էլ իր օբյեկտիվ բացատրությունն ունի։ Մեծ հաշվով հաշվառումը չփոխելը լուրջ խնդիրներ չի ստեղծում ոչ գնորդի, ոչ վաճառողի համար։ Օրինակ, դրանից չի գեներացվում գույքային իրավունքի հարց։ Փաստացի հաշվառման հասցեում չբնակվող անձը չի ունենում կոմունալ վճարումների պարտավորություններ, աղբահանության կամ օրինակ վերելակից օգտվելու գումար նրանից չի գանձվում։ Այնուամենայնիվ, պետությունը բազմաթիվ տարբերակներ է առաջարկում, որոնց միջոցով կարող եք տեղեկանալ, թե ձեզ հետ միասին ովքեր են հաշվառված ձեր բնակության հասցեում, հետևաբար կխուսափեք թյուրըմբռնումներից։ Կարելի է մեր էլեկտրոնային փոստին mcs@gov.am-ին ուղղակի մի ստորագրված դիմում ուղարկել, կարելի է մոտենալ տարածքային ստորաբաժանում, e-request հայտնի հարթակը կա, որ ցանկացած պետական մարմնի հետ շփման հարթակ է հանդիսանում եւ փայլուն աշխատում է այդ տարբերակով կարող է դիմել ստուգելու համար կա elections.am հարթակը։ Մյուս կողմից էլ սեփականատերը իրավունք ունի իր հասցեում հաշվառել այնքան քաղաքացի, որքան ինքն է ցանկանում։ Դեպքեր կան, երբ նույն հասցեում անգամ փոքր մակերեսով բնակելի տարածքում գրանցված են լինում հարյուրավոր քաղաքացիներ, թեև նման գործողություններն իրավաչափ են, այնուամենայնիվ ըստ անհրաժեշտության ոստիկանությանը հաղորդում է ներկայացվում դեպքի մասին։ Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ էլ ընտրողների նախնական թիվ է ներկայացվել։ Ըստ այդմ այս պահի դրությամբ Հայաստանում ընտրելու իրավունք ունի
ունի 2,489,031 քաղաքացի։ Այս թիվը զգալիորեն պակաս է 2021 թվականին ընտրելու իրավունք ունեցողների թվից, թեև պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ներգաղթն ավելացել է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստացել նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք։ Բանն այն է, որ այս թիվը հրապարակելիս կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվի է առել մի քանի հիմնական տվյալ միայն։ Լրացած է քաղաքացու 18 տարին, նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ փաստաթղթի ժամկետը լրացած չի լինելու ընտրությունների օրը ավելի քան 6 ամիս։ Տարբերության պատճառն այն է, որ 21 թվի հաշվարկի ժամանակ անկախ նրանից թե փաստաթղթի ժամկետը ինչքան էր լրացած էր եւ որքան ժամանակ էր անցել այդ լրանալու պայմաններում, բոլորը այդ թվում հաշվել են։ Հիմա հաշվել են միայն նրանք, ում ժամկետը լրացած է ոչ ավել քան 6 ամիս։ Մի հսկայական քանակ այդտեղից դուրս է մնացել։ Այս թիվը ակնհայտորեն կփոխվի արդեն, երբ որ մենք նախնական ցուցակները հրապարակենք, դա ընտրություններից 41 օր առաջ ենք հրապարակելու։ Նախնական ցուցակների հրապարակումից հետո 40 օր քաղաքացիները հնարավորություն կունենան լուծելու այն բոլոր հարցերը, որոնք այս կամ այն կերպ կխոչընդոտեն մասնակցել ընտրական գործընթացին։ Այսինքն, եթե լրացել է ձեր անձնագրի ժամկետը, պետք է դիմեք նոր անձնագիր ստանալու համար։ Եթե հաշվառման հետ կապված անճշտություններ կան, պետք է հասցնել լուծել դրանք մինչև հունիսի 7-ը։ Գեյտի պես գնում աստեղ։ Գարշահոտը Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի նորագյուղ թաղամասից տևական ժամանակ է չի պակասում։ 100-ից ավելի սեփական տների բնակիչներ ապրում են հակասանիտարական պայմաններում։ Կոյուղին է ու ամեն անգամ անձրևների ժամանակ այս նույն վիճակն է։ Ում կոյուղ բանը ապրատն մի քիչ մոտիկա կոյուղում դեռ տունա լցվում։ Կոյուղին գալիս է, գալի կպտում է սրան, այն կոմի հյուրանոցներով տներով։ Ու վերջ։ Պլյուս այս վերևի տները։ Ամեն այս վիճակն է։ Այսինքն ինչ ասես դուրս է գալի։ Վերջի անգամ որ Վիոլան եկավ բացեց 4 օր առաջ, մեջից սրբիչ դուրս եկավ։ Անձրևելուն պես ըստ բնակիչների դիտահորերից գոյաջրերն ու կեղտը ողողում են ամբողջ տարածքը։ Անցուդարձ մեծ դժվարությամբ են անում այն էլ տհաճ հոտը շնչելով։ Այս վիճակը այս մի ամիս է, չեն կարող խանութել այդ։ Շատ ինչ մի ամիս այդ տատ։ Ավելի շատ գալիս են, յանը մաքրում են, ինչ են մաքրում։ Քաղաքային իշխանությունից քաղաքացիներին հայտնել են, որ դա իրենց գործը չէ, այլ Veolia ջուրընկերությունը պետք է լուծի խնդիրը։ Ու մինչդեռ պատկան մարմինները մեկը մյուսի վրա են գցում, համաճարակի վտանգն ամեն օր ավելանում է։ Քաղաքացիներն էլ որոշել են իրենց թաղամասը գարշահոտից փրկելու համար կտրուկ միջոցների դիմել։ Մինչև շոշ պետք է փոխվի։ Ստեղ կանալիզացիա է ավելացել, եկեք ցույց տալու։ Վիոլա ջուր։ Ինչ են պատասխանել Վիոլա ջուրը։ Իրանց գործը չի էտի։ Քաղաքապետարան բողոքել եմ, դիմում եմ գրել։ Իրենց իրանց քաղաքապետարանը նմանապես ում գնան բողոք։ Ոչ մեկ չի անում։ Մի ամիս առաջ լրագրող։ Վճարումներն էլ կատարում։ Վճարումներն էլ կատարում ենք, այո։ Մոտ 700 մետրից ավել հոսում է, լսվում է մարդկանց տները, նկուղները, մարդիկ նշում են, որ մեռել ենք քաղաքապետարանի թեժգից, Վիոլա ջուր, թաղապետարան զանգահարելով, սակայն մեկը մեկի վրա է գցում ու ամբողջ տարածքում, անգամ այս եղանակին տիրում է գարշահոտ վիճակ։ Ու սենց բնակիչներն ասում են առավոտվանից սենց գնում է։ Իսկ Նուբարաշեն վարչական շրջանից դեպի Արարատի եւ Կոտայքի մարզեր տանող ճանապարհին մեկ օրից ավելի է ջրախողովակի վնասվելու պատճառով խմելու ջուրն աննպատակ հոսում էր։ Բնակիչներն օպերատիվ կերպով Veolia ջուր են զանգահարել։ Սկզբում ասել են, որ կմոտենան, հետո պատճառաբանել են, որ իրենց գործը չէ։ Քանի տոննա երևի ջուր է կորում։ Հետաքրքիր է, որ Նուբարաշենի թաղապետը արդյոք տեղյակ է, թե ոչ։ Բնակիչներ կան ասում են ասել են թաղապետին, բնակիչներ կան ասում են չենք ասել, բայց ամենայն դեպս հարգելի թաղապետ, ձեր վարչական տարածքում այս խմելու ջուրը կորում է։ Քանի ժամա տանջվում եք, հա։ Հրապարակումից կարճ ժամանակ անց Նուբարաշեն թշնաֆաբրիկայի աշխատակիցները չսպասելով Veolia ջուրընկերությանն ու Նուբարաշենի թաղապետին վթարի վայր հատուկ տեխնիկա են բերել մի քանի ժամ անց վերացրել խնդիրը։ Այստեղ քաղաքացիներ կային, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ միշտ երբ նման դեպքեր է լինում, Նուբարաշենի այդ թռչնաֆաբրիկայի աշխատակիցներն են գալիս, խնդիրը վերացնում,